Քննարկում ենք հարց համար 11-ը հյուսիս-հարավ ճանապարհի և այլ նախագծի աշխատանքների ֆինանսավորման մասին հարցազեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Համեցեք, պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, բյուջեի վերաբաշխմանը վերաբերող կառավարության որոշման նախագիծը նախագծով առաջարկում է իրականացնել 1 միլիարդ 174 միլիոն դրամի ներքին վերաբաշխում հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային և ֆինանսավորման պարտականությունները իրականացնելու համար, մասնավորապես շինարարական աշխատանքների ավարտական գումարի 5%-ի վճարման, տեխնիկական հսկողի ծառայությունների դիմաց վճարման, հանրության գերակաշռ ճանաչված հողամասերի սեփականատերերին փոխհատուցումների տրամադրման, ծրագրի կառավարման ծախսերի փոխհատուցման, M6 միջպետական ճանապարհի վերականգնման, Պուշկինի թունելի վերակառուցման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքների դիմաց վճարումներ իրականացնելու համար խնդրում եմ հաստատել, եթե հարցեր կան, մանրամասները սիրով ներկայացնեմ։ Շնորհակալ եմ, պարոն Խուդացյան, ըստ էության ճանապարհի մի մասը, որը վերաբերվում է Աշտարակ-Գյումրի հատվածին, հանձնված է եւ այստեղ ուղղակի հետ շինարարության վճարներն ենք իրականացնում։ Նաև ուրախ եմ արձանագրել, որ ոնց որ թե վերջին մեր խոսակցության ժամանակ էլ ազդակային է, որ Քաջարյան-Ագարակ հատվածի շինարարությունը շատ լավ տեմպերով ընթանում է եւ նաև Քաջարյանի թունելի աշխատանքներն են լավ տեմպերով ընթանում եւ մենք իհարկե շատ պատեհ է եւ շատ տեղին է նաև ընդհանուր տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների տրամաբանությամբ այս նախագծերի իրականացումը։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովում առիթ չեղավ այդ մասին խոսելու, բայց ես ուզում եմ արձանագրեմ, հիմա արդեն նաև մենք քաղաքաշինության կոմիտեի հետ եւ փոխվարչապետ Խաչատրյանի հետ այդ թվերը նորից նայել ենք, վերանայել ենք, վերստուգել ենք եւ կարող եմ ասել, որ վերջին 8 տարիներին 2018 թվականից մինչեւ 2026 թվականը 25 թվականը ներառյալ Խորհրդային Միության վերջին ամենաակտիվ շրջանի հետ համեմատած Հայաստանի Հանրապետությունում կապիտալ ներդրումների ծավալները գերազանցել են Խորհրդային Միության տարիներին իրականացված ներդրումները։ Խոսքը 1981-ից 1988 թվականների ներդրումների մասին է, բայց նախորդող շրջանում, ես եթե ճիշտ եմ հասկանում, Խորհրդային Հայաստանում կատարված ներդրումների մասին է։ Ես եթե ճիշտ եմ հասկանում, նախորդող շրջանում ավելի ակտիվ կապիտալ ներդրումների ժամանակաշրջան չի եղել, դա էլ է պետք միած ստուգել, գուցե տեսնել 81-ից նախորդած շրջանը 70-ականների երկրորդ կեսին ինչ ծավալ է ստացվել, այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ վերջին 8 տարում Խորհրդային Միության հայկական ԽՍՀ ծավալներից ավելի մեծ կապիտալ ներդրումներ ենք իրականացրել եւ այդ խոսակցությունը ճիշտն ասած ինչից էս հարցը ծագեց, որովհետեւ տարբեր մարզերում երբ որ մարդկանց հետ շփվում ենք եւ մարդիկ ասում են, որ նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ այս ծավալի շինարարություն չի եղել եւ այլն, այդ հարցը 1, 2, 3 ու շատ հետաքրքիր է, որ ժողովրդական աչքաչափը ինչ ճիշտ է, հետո գնում ենք հանում ենք տվյալները վիճակագրական եւ տեսնում ենք, որ իրոք այդ ներդրումների ծավալները ավելի մեծ են։ Եվս մի ցուցանիշ 2025 թվականին մենք բնակարանաշինության ծավալներով նախորդ անգամ պարոն Վարդանյանն այդ թեմայով խոսելու առիթ ունեցավ, բնակարանաշինության ծավալներով գերազանցել ենք 1986 թվականը, որը խորհրդային Հայաստանի ամենամեծ ծավալով շինարարություն, բնակարանային շինարարություն իրականացնելու ժամանակաշրջանն է, եւ ես սա ինչով եմ կարեւոր համարում, որ գիտեք, անկախությունից ի վեր շատ արագ այդ առաջին էմոցիոնալ դրսևորումներից հետո մեր ժողովուրդը եկեք առերեսվենք, որ Խորհրդային Միության հետ կապված նոստալգիայի տրամադրություններով է ապրել եւ դա կապված է եղել նաեւ այս երևույթների հետ, երբ որ մարդիկ տեսել են, որ ճանապարհները կառուցվելու փոխարեն քանդվում են, մանկապարտեզները կառուցվելու փոխարեն քանդվում են, դպրոցները կառուցվելու փոխարեն քանդվում են, եւ այստեղ հարցը միայն թվաբանության մեջ չէ, ես կարծում եմ, որ
Այսպիսով նաև մենք եւ մեր ժողովուրդը հաղթահարում են խորհրդային միության այդ նոստալգիան, որովհետեւ իրենք հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը իրենց պետությունը այլևս մղում է իրենց նայելու առաջ եւ ոչ թե նայելու հետ եւ սա շատ կարեւոր արձանագրում է, մանավանդ որ հաջորդ զեկուցվող հարցով մենք անդրադառնալու ենք Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձին, բայց արձանագրեմ նաեւ, որ վիճակագրության կոմիտեն շաբաթվա մեկնարկին հրապարակեց 2026 թվականի հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշները եւ պետք է արձանագրել, որ այդ ցուցանիշները բավականին լավն են, դրանից առաջ իմիջայլոց հրապարակվել էր արդեն համախառն ներքին արդյունքի կիսամյակային ցուցանիշը, ինչով արձանագրեց, որ 2026 թվականի առաջին կիսամյակում մենք ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ 6% համախառն ներքին արդյունքի աճ։ Սա կարևոր արձանագրում է հետևյալով, որ 2021 թվականին մենք ստանձնելով կառավարումը օգոստոսին էլի մեր առաջխնդիր դրեցինք տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովել եւ աներկբա եւ միանշանակ մենք 7%-ից ավել 7.9% միջինում 7.9% տնտեսական աճ ենք ապահովել եւ սա շատ կարեւոր ցուցանիշ է։ Հուլիսի ցուցանիշներն էլ բավականին լավն են եւ իհարկե պետք է արձանագրել, որ երկու ճյուղ լոկոմոտիվի դեր են հիմա տանում շինարարությունը եւ ծառայությունները,